Ահա, բարև ձեզ իմ սիրելի յութուբյան հետևորդներ, դիտորդներ, ձեզ հետ ծովինար աստրովեդակ Արման է։ Այսօր ես բավականին շատ հետաքրքիր բան եմ պատրաստել, ինչի մասին միգուցե վաղ է խոսել, դա Կաբալայի 22 էներգիաների հետևվա հոգեբանության, որի մասին լռում են, իսկ ես որոշել եմ այդ մասին խոսել։ Ինչու, որովհետև շատ մարդիկ անգամ չգիտեն, թե այս իրականում էներգիաները ինչ են նշանակում, մանավանդ 18 թիվը, հա, ովքեր ծնվել են հենց 18-ին։ Մի փոքր խորը ես 18-ից կխոսեմ, նոր կանցնեմ բոլոր թվերին։ Ես մի փոքր դրել էի թվերի մասին, արկանների տարով, սա նաև տարոների հետ էլ կապ ունի, թվերի հետ էլ կապ ունի, բայց կաբալիստական։ Ես կարծում եմ, որ ժամանակն է, որ ոչ մի այստեղ մեր երկրում ոչ մի թվագետ, ես չեմ 100% վստահ եմ, որ իրենք այս մասին չգիտեն, որովհետև կան բաներ, որի մասին պետք է իմանալ։ Ընդհանրապես, եթե դու ծնվել ես 18-ին, ինչ է ներկայացնում 18 թիվը իրենից։ Բավականին հետաքրքիր թիվ է։ Այստեղ կա ոչ միայն 2 կամ 3 էներգիա։ Ես սա կապ ունի նաև գաղտնիքների հետ, ինչը մի փոքր հեռվից եմ գալիս, կհասկանաք հետագայում։ Այստեղ կա 1, կա 8 եւ կա 9։ Եվ այստեղ մի հատ էլ 9 կա, удвоенный, որը շատ վտանգավոր է, որի մասին շատ մարդիկ տեղյակ չեն։ Եվ այսպես, եբրայերեն բառը նշանակում է խայ։ Խայ ինչ է նշանակում։ Կյանք։ Շատ մարդիկ չեն հասկանում։ Տարոքարտերով դա լուսինն է։ Եթե օրինակ դուք ծնվել եք 18-ին, շատ հետաքրքիր արխետիպ է սա, որովհետև այն բավականին մեծ կապ ունի կյանք բառի հետ, հենց արխետիպն է։ Եբրայերենում դա հնչում է որպես խայ բառը։ Ձիկուն ասում են հենց իրենք եվրեիները, բայց դա ստվերի կողմն է, կարմիկ կողմը։ Ես այդ մասին էլ կխոսեմ։ Այստեղ կյանք բառը հենց եբրայերենում հնչում է հենց խայ բառը, հա, որը հենց այս գումարին տալիս է 18 թիվը։ Բայց նաև առաջ նախ եւ առաջ ասեմ այն մասին, որ 18 թիվը բավականին մեծ կապ ունի այս ամենի հետ։ Ինչ ծածկված է, այսինքն ինչը գաղտնի է։ Այն մարդիկ, որոնք ունեն 18 արխետիպը, օժտված են միստիկայով, օժտված են գաղտնի գիտելիքներով, սա մեծ կապ ունի երազների հետ, սա մեծ կապ ունի փոր փրելու, իրականությունը հանելու ջրի երեսի հետ, նաև ուրիշների գաղտնիքները, հա, պահելուն, ինչը լավ չէ։ Ուրիշների գաղտնիքը պահելը լավ չէ։ Ես դες վերջում կասեմ ինչու։ Մարդիկ կարող են այսպիսի, ովքեր ծնվել են 18-ին, ուրեմն շատ մեծ խորապես թափանցելու ուրեմն ունակությամբ մարդու հոգու խորքը, լինի դա աշխարհիկ մակարդակում, թե որոշակի գաղտնիքների, ծածուկ բաների տեսքով դա կարող է լինել եւ այլն։ Սրանք այն մարդիկ են, ովքեր որ հեռավորության վրա այս կամ այն գործողությունները շատ լավ, շատ արագ ինտուիցիայով զգում են, տեսնում են եւ հասկանում են։ Ունեն շատ լավ ինտուիցիա։ Սրանք հենց այն մարդիկ են, որոնք սովորաբար բացահայտում են իրենց տոհմածառի, տոհմի բոլոր գաղտնիքները, նաև այնինչ չեն կարողացել անել ոչ նրանց եղբայրը, ոչ էլ նրանց հայրը։ Եվ ահա գալիս է հենց 18 թվին ծնված, հա, ամսվա մարդը, հենց այս թիվը ունեցող, որը կարողանում է այդ բոլոր գաղտնիքների պատասխանները ստանալ։ Ինչու, որովհետև նա իր մեջ հենց կրում է հոգիների հատուկ, կարելի է ասել ինտրիգ, գաղտնիք, այդ պատճառով էլ հենց նա իսկապես ունակ է դրան։
20 թվի հետ էլ համեմատական է շատ քիչ, որովհետև հենց 20 թիվն էլ նույնպես նման մի բան կարող է տեղի ունենալ, բայց ինչ անում է 18-ը, ուղղակիորեն շատերին զարմացնում է։ Այս արխետիպը բացահայտում է այն ամենը, ինչը թաքնված է թեկուզ մարդու գիտակցականում։ Սա կյանքն է և սա խայլն է։ Դա ինչ է անում, այն կենդանացնում է և ամեն մարդ չի կարող դա անել, կենդանացնում է ամեն ինչ։ Սրանք ընտանիքի կոպիտ ասած սև ոչխարներն են, ասում են չորն է овцы։ Այն մարդիկ, որոնք ջրի երես են հանում գաղտնիքները, այն ինչի մասին ոչ ոք չի ուզում խոսել։ Եվ քանի որ ոչ ոք չի ուզում խոսել, նրանք պնդում են, որ պարտադիր պետք է լինի զրույց, նրանք պատասխանները պետք է ստանան պարտադիր։ Եվ նրանք պահանջում են պատասխաններ, որպեսզի բացատրեն ամեն ինչ, դասավորեն իրենց տեղերում, պոպալочка։ Իրենց տիկունում, այսինքն դա ճակատագրական դասն է կարմիր։ Սա նշանակում է, որ նրանք իրենց մեջ չեն ընդունում այդ գծերը, մարդիկ լսելով նրանց հեշտությամբ նաև կարող են ճանաչել իրենց։ Այսինքն դա նաև կապ ունի հայելու, որ մարդ կարող է խոսքի օրինակ ինձ նայել, դիտել եւ ինքը այն ինչ զգում է, տեսել եք մի քանի անգամ, կարող է վատ բան գրեն եւ այլ, մարդը տեսնում է իրեն հայելու մեջ, այլ ոչ թե դա դու ես։ Պետք է այս մասին իմանաք, դուք հասկանաք։ Մարդիկ լսելով այսպիսի մարդկանց շատ հեշտությամբ ճանաչում են հենց իրենց, որովհետև սրանք այն մարդիկ են, որոնք շուրջ բոլոր գտնվողները նրան վստահում են իրենց գաղտնիքները։ Այսպիսի մարդիկ ունեն այնպիսի մագնիսական ձգողականություն, որ դու գնում ես նրանց մոտ քո գաղտնիքները պատմելու։ Եվ այստեղ շրջապատի մարդիկ էլ կարող է դա տեսնեն եւ իրենք էլ ուզենան, ցանկանան գան 18-ին պատմելու իրենց գաղտնիքները բավականին բացահայտ։ Նույնիսկ մեկնաբանություններում այսպիսի 18 թվանշանով մարդկանց կարող եք ճանաչել, ովքեր այսպիսի խոստովանություններ են անում գաղտնիքների հետ կապված։ Դա բավականին շատ անհավանական է, ահա թե ինչպես է մարդն ապրում իր տիկունը, կարմայական առաջադրանքը, տեսլականը, դասը։ Նա իր մեջ կրում է այդ բեռը, բացահայտելով իր տոհմի գաղտնիքները, կարծես կարող է խուսափել իր վրա ուրիշների գաղտնիքները կրելուց։ Ես այստեղ կարևոր զգուշացում պետք է անեմ ձեզ, սիրելի 18-նյակներ, պետք չի լինել ուրիշների գաղտնիքների պահապանը, դա ձեզ պետք չի։ Որովհետև դուք կարմա եք տենց աշխատում։ Դա մարդուն վրա կարող է նստել որպես հսկայական հոգևոր ծանրություն, այսինքն բեռ, որովհետև գաղտնիքները չեն ենթարկվում ճշմարտությանը, որոնք դրանք հենց կարող են ենթարկվել ծածուկին։ Եթե չլինեն ծածուկ բաները, չէին լինի նաև խաղադաշտը, որտեղ կան այդպիսի մարդիկ խաղում են։ Ես խորհուրդ եմ տալիս ուշադրություն դարձնեք, 18 թիվն ունի մարդկանց վրա բավականին մեծ ազդեցություն, եթե նրանք գտնվում են, օրինակ, ծնվել եք 18 թվանշանին եւ դիսբալանսի մեջ եք, անհավասարակշռության մեջ, այսպիսի մարդիկ կարող են հակված լինել դիպրեսիայի, ապաթիայի։ Սա փոխկապակցված է 9 թվանշանի հետ, այսինքն 18-ը դա 9-ն է, մեկին գումարած 8 9։ Սա կրկնակի 2 9-ների մասին է խոսքը, հա։ Այստեղ ոչ թե 3 թիվ կա, այլ 4 թիվ, բավականին հզոր թիվ է։ Այստեղ նաև խոսում է ավերման մասին, ինչպես կարող եք կառուցել, այնպես ավերել։ Ընդհանրապես 18-ներից պետք է շատ զգուշանալ, որովհետև այստեղ 3 թիվ չկա, որ որոշ մարդիկ կարծում են կարող է ազատվեն, այսպիսի մարդկանցից դա հեշտ չի լինի, որովհետև այստեղ աշխատում է բավականին լուրջ 4 թիվ։ Եվ այստեղ 1 9 չէ, այստեղ 2 9-ն է։ Խոսքը այս մասին է։ Եվ այստեղ դա հիմնված է 2 9 մարդու ինտելեկտն է,
Այնպես որ այստեղ պետք է մի փոքր ավելի շատ շեշտադրում անեմ ես։ Շատ զգույշ պետք է լինեք, երբ ձեր վրա կարող եք վերցնել ուրիշների գաղտնիքները կամ պահում եք ուրիշների գաղտնիքները, այլապես հենց դրանից էլ կարող է սկսվի խնդիրները ձեր ամբողջ շղթան։ Պետք է սահմաններ դնեք իմանալով, թե իրականում ինչ է կատարվում, սիրում են քեզ թե ոչ, սրանց պետք չի ուշադրություն դարձնեք, ով է ձեզ հավանում, ով ոչ, հա, դուք պետք չի ուշադրություն դարձնեք, դուք այդպես ուշ երբեք չեք ստանա։ Դուք խաղում եք այն դերը, որը ուրիշներն են ուզում տեսնել, այլ ոչ թե դուք, որովհետև դուք այդպես ուզում եք ձեզ ընդունված զգալ։ Մի կախվեք մարդկանց կարծիքներից, երբեք մի կախվեք նրանից, թե մարդիկ ինչ են ասում, ձեզ սիրում են, ձեզ չեն սիրում։ Պետք չի, որ դուք դա անեք, պետք է ապրեք ձեր կյանքով, ամբողջ կյանքում, դուք չեք կարող դուր գալ ուրիշներին, պետք է հասկանաք, որոշ մարդիկ ձեզ սիրում են, իսկ որոշ մարդիկ ոչ։ Իմ բառերի մեջ լսած կլինեք, որ ես ասում եմ, որոշ մարդիկ ձեզանով կարող են հիանալ, իսկ որոշ մարդիկ կարող են ձեզանից վախենալ, հենց այս մասին է խոսքը։ Դուք պետք է նախ ինքներդ դուր գաք ձեզ սիրեք, գնահատեք, իսկ հետո արդեն կտեսնենք, հա, թե ով կարող է հայտնվել ձեր կյանքում, ում դուք կարող եք իրականում սիրել եւ ով կարող է ձեզ սիրել։ Հիմնական առումով այստեղ սա ամենախորը տրանսֆորմացիան կարող է լինել, որը անհրաժեշտ է այս էվոլյուցիան դուք ապրեք։ Հասկանում եք, հիմա ուզում եմ անցնել մեկ թվանշանից մինչև 22-ը, էլ 18-ից մենք չենք խոսի, որովհետև մի քիչ խորը ես ասեցի, որպեսզի դուք հասկանաք ձեր պրոբլեմները որտեղից են գալիս, դուք չպետք է ուրիշի ոչ գաղտնիքները, ոչ կարման վերցնեք ձեր վրա, դա անթույլատրելի է, այս մասին իմացեք, եթե նաև ձեզ չեն խնդրում օգնել, պետք չի վազեք օգնելու։ Մեկ թվանշանը դա նախաձեռնողի էներգիան է, ալեֆ է կոչվում։ Էությունն ու կապը, որովհետև մեկը հենց ինքը առաջնայինն է էներգիան, լիդերի մասին ենք խոսում, այստեղ խոսքը գլխի մասին է մարդու։ Սկիզբը կամքի ուժը եւ մտքի նյութականությունն է։ Սա այն մարդն է, ով ունի կապ տիեզերքի հետ եւ ունակ է իր գաղափարները վերածել իրականության։ Տոհմական եւ հոգեբանական առաքելությունը այսպիսի մարդում տոհմում հենց այս մարդը գալիս է ջարդելու կախվածությունները եւ անօգնականությունը։ Այսինքն գաղափարների մասին է այստեղ խոսքը։ Նա հենց առաջինն է, որ պետք է ասի, ես կարող եմ ինքնուրույն ստեղծել իմ ուղին։ Կարմիկ դասը տիկունը։ Կաբալայում իր աստվերոտ կողմն է, որ ինքը պետք է ընդունի։ Գլխավոր դասը էստեղ մեկերի ուրիշներին ճնշելը չի, մանիպուլյացիաները չի եւ ձեր եսակենտրոնության մեջ չընկնելն է։ Եթե մեկը դիսբալանսի մեջ է լինում կամ դառնում է բռնապետ, հա, կամ էլ թերագնահատում է իր ուժերը, վախենալով առաջին քայլն անելուց։ Հաջորդը 2 թվանշանը, որը քրմուհին է, սա ինտուիցիայի եւ երկվության էներգիան է, կոչվում է բեթ։ Էությանն ու կապը ստեղ 2 թվանշանի ծածուկ իմաստությունն է, որ մեկ-մեկ ձեզ ասում եմ, ձեր բերանը փակ պահեք։ Էմպաթիա, խորը ինտուիցիայի դիպլոմատիայի էներգիան է սա։ Սա այն մարդն է, որը կարող է զգալ աշխարհի աներևույթ շերտերը, ունի բնական բժշկող կամ հանգստացնող էներգետիկա։ Տոհմական եւ հոգեբանական այս մարդու առաքելությունը այն է, որ ինքը տոհմում հենց երկրորդը, այսինքն այստեղ 2 մարդկանց մասին է խոսքը։ Գալիս է հարթելու թշնամանքը, լուծելու կանանց գծով կոնֆլիկտները, սովորեցնելու, ընդունելու սեփական զգացմունքները։ Կարմիկ դասն է ձեր եւ ստվերը։ Գլխավոր դասը երկերեսայնությունից, բամբասանքից եւ пассив ագրեսիվ վարքից խուսափելն է։ Ստվերում մարդը կարող է փակվել իր մեջ, դառնում է կասկածամիտ կամ դիպրեսիվ։ Անցնենք հաջորդին, դա 3-ն է, օրինակ մայրը, որը կուրծք է տալիս իր երեխային եւ սա խոսում է 3-ի մասին։
ում համար կարևոր է պտղաբերությունը, երեխա ունենալը, ընտանիքը, ֆունդամենտը, իզաբիլիան, որ ասում են, լիությունը։ Էությունն ու կապը երեքը նյութականացման, պտղաբերության, գեղեցկության եւ կանացի սկզբի էներգիայի մասին է։ Սա նյութական աշխարհում առատություն ստեղծելու եւ խնամք տարածելու ուժն է։ Տոհմական եւ հոգեբանական առաքելությունը տոհմական գծով սա մայրական էներգիայի առողջացումն է։ Ընտանիքում հարստությունը, ջերմությունը, վերականգնումը եւ կարելի է ասել այստեղ ֆունդամենտ դնել է երկար ժամանակով։ Այստեղ կարմիկ դասը ձեր եւ ստվերոտ կողմը վերահսկողության մոլուցքից ազատվելն է, ստվերում հայտնվելիս մարդը կարող է դառնալ չափից դուրս պահանջկոտ, ճնշում է իր մերձավորներին կամ կախվածության մեջ են կնում նյութականից։ 4 թվանշանը այստեղ իշխանության եւ կարգու կանոնի էներգիան է, դա կոչվում է դալետ։ Էությունն ու կապը այստեղ 4-ը տղամարդկային ուժի մասին է խոսում, կառուցվածքի, պատասխանատվության եւ ձեր համար պետք է շատ կարեւոր լինի ձեր ընտանիքը, երեխաները, կինը, տունը, 4 անկյունը։ Պատասխանատվությունը, կայունության էներգիան է, սա տան բիզնեսի համակարգերի հիմնադիրն է։ Տոհմական եւ հոգեբանական այստեղ առաքելությունը շատ կարևոր է։ Տոհմում դուք գալիս եք վերականգնելու հայրական գծի հենց հենքը, սահմաններ դնելու եւ անվտանգություն ապահովելու համար։ Կարմիկ դասը եւ ստվերը ձեր գլխավոր դասը ճկունություն սովորելն է, ստվերում 4-ը կարող է վերածվել անհանդուրժող բռնապետ դառնալ, ով չի ընդունում ուրիշի կարծիքը կամ փախչում է պատասխանատվությունից։ 5-ը բավական անսպասելի է ձեզ համար լինելու սիրելի 5-եր այսին թվաբանական վերլուծությունը ձեզ համար, որը ձեզ այնքան էլ դուր չի գա, որովհետև ես տեսել եմ, որ 5-երի մեջ շատ բացասական էներգիայով են գնում։ Ուրեմն կաբալայի թվահոգեբանության մեջ ստեղ էությունն ու կապը ձեզ շատ կարևոր է։ Սա ուսուցչի եւ օրենքի էներգիան է, կոչվում է հե։ Էությունն ու կապը 5-ը հենց հոգևորի հետ կապ ունի եւ աշխարհիկ օրենքների, գիտելիքների, ավանդույթի, կրոնի եւ ուսուցման հետ էներգիան է սա։ Սա այն մարդն է, ով պետք է կարողանա բարդ ճշմարտությունները պարզ փոխանցել։ Տոհմական եւ հոգեբանական ձեր առաքելությունն է, որովհետև տոհմում 5-ը գալիս է մաքրելու կարծրացած հնացած համոզմունքները եւ բերելու նոր իմաստուն գիտելիք, որով հետագայում ինքը պետք է կիսվի, ուսուցանի մարդկանց իր գիտելիքները տա, ինչպես դա տեսել եք իմ մեջ։ Այստեղ ձեր կարմիկ դասը եւ ստվերոտ կողմը, դուք չպետք է սովորացնեք նրանց, ովքեր ձեզ չեն խնդրում։ Չպետք է ասեք, արի զորով մոտս, որ ես քեզ սովորացնեմ, ոչ, մարդիկ քեզ պետք է խնդրեն։ Ստվերում 5-ը կարող է դառնալ կատեգորիկ դատող մարդկանց եւ պահպանողական, ով կարծում է, թե միայն ինքն է տիրապետում ճշմարտությանը, բայց դա իրականում այդպես չի։ Դուք պետք է ընդունեք ձեր ստվերոտ կողմը ճիշտ աշխատացնելով դրական ձեր կարմիկ դասը։ 6 թվանշանը դա ընտրության եւ սիրո էներգիան է, կոչվում է վավ։ Էությունն ու կապը ձեր 6-ը այստեղ հարաբերությունների, ընտրության, գեղեցկության, հույզերի եւ սրտով ընտրություն կատարելու էներգիան է, Սա մագնիսականություն կարող է լինել, որը ձեզ կապում է մարդկանց։ Դուք կարող եք ձգել ձեր մագնիսական ուժով մարդկանց։ Տոհմական եւ հոգեբանական առաքելությունը ստեղ տոհմում գալիս է սովորեցնելու անպայմանական սեր, ինքնասիրություն, հարաբերություններում եւ ներդաշնակություն։ Ձեր կարմիկ դասն է հրաժարվել պերֆեկցիոնիզմից եւ ուրիշների կարծիքից կախված լինելու, չկախվել նյութականից եւ մարդկանց, ուշադիր լսեք, երբեք փողի հետևից չվազեք, գումարի հետևից չվազեք եւ մարդկանց բարիությունը չչարաշահեք։
Միգուցե չգիտեիք այս մասին։ Ստվերում այսպիսի մարդիկ տանջվում են անվստահությունից, չեն կարողանում ընտրություն անել կամ փնտրում են կատարելության արտաքին աշխարհում։ 7 թվանշանը, որը հաղթանակի հետ կապ ունի, շարժման էներգիան է, որը կոչվում է ձայն։ Էությունն ու կապը այստեղ 7-ը նպատակասլացության, արագության, առաջնորդության և արդյունքի հասնելու ուժն է, ոչ թե մարդկանց գլխի վրայով գնալով։ Սա այն էներգիան է, որը շարժում է գնացքը առաջ։ Տոհմական և հոգեբանության ձեր առաքելությունը, որ տոհմին դուք ձեր պետքա դուրս բերեք լճացումից, ցույց տաք, որ հնարավոր է հասնել մեծ նպատակների։ Ձեր կարմիկ դասը և ստվերոտ կողմն է, սովորեք հանգստանալ և չհասնել նպատակին քանդելով ուրիշինը կամ ամեն ինչ։ Ստվերում 7-ը կարող է դառնալ ագրեսիվ, քաոսային կամ ընկնել լիակատար ծուլության ու հուսահատության մեջ։ Չմոռանանք 4-ը, 7-ը, նաև 9-ը։ Սա այն մարդիկ են, որ պետք է ստեղծեն, այլ ոչ թե քանդեն կամ ընկնեն ինչ-որ ծայրահեղությունների մեջ, ուրիշների կյանքը քաոս սարքելու եւ այլն։ Արդարության 8-րդ թվանշանը դա կարմիկ հավասարակշռության մասին է, էներգիա է, որը խեթ է կոչվում։ Այստեղ ձեր էությունն ու կապը 8-ը պատճառահետևանքային կապերի խորը ընկալումն է։ Սա հասկացողություն է, որը պատահականություն չի, այստեղ ոչ մի պատահականություն չկա, ամեն ինչ այստեղ ունենալու է իր գինն ու պատճառը։ Եթե դուք ինչ-որ գործողություն եք անում, մաքուր ութերը պետք է հասկանան, որ դա ունենալու է թեկուզ պատասխան, մարդուն այն, ինչ նա անում է, ասենք ինչ-որ մեկին բան է ասում, կարող է բավականին ցավոտ ինքը պետք է գիտակցի, որ ստանա ատ-կատ։ Մարդը իրավունք չունի այստեղ ոչ մեկին դատելու, ասում է արարիչը, ով ես դու, որ ինչ-որ մեկին դատես, մի քեզ նայեր հայելու մեջ, հայելու հակառակ կողմը։ Այստեղ ձեր տոհմական հոգեբանական առաքելությունն այն է, որ դուք տոհմում պետք է փակեք կարմիր ձեր պարտքերը, հավասարակշռեք արդարությունները, որոնք դուք իրավունք չունեք ոչ մեկին դատելու, անգամ մտքով վատ բան մտածելու, որոնք կարող են տեղի ունենալ ձեր նախնիների հետ։ Ձեր կարմիկ դասը եւ ստվերը, դուք պետք է դադարեք արդարություն փնտրել արտաքին աշխարհում եւ դատավորի դեր ստանձնելը, դուք Աստված չեք։ Եթե թեկուզ ինչ-որ բանից վիրավորվում եք, կարող եք մարդուն պատասխանը տալ, բայց ոչ մարդուն դատել, որովհետև դուք դրա իրավունքը ընդհանրապես չունեք, դրա իրավունքը ունի միայն արարիչը։ Եվ դատարկ մի պայքարեք արդարության դեմ, սա մաքուր ութերի համար։ 9 թվանշանը, որը կապ ունի տարո քարտերից ճգնավորի հետ, խորության էներգիայի մասին է եւ կոչվում է տեթ կաբալայում։ Էության կապը 9-ի, սրանք 9 հոգիներն են, ինքնաճանաչման, հոգևոր լույսի, լռության եւ խորը ինտելեկտի էներգիան է։ Ես ձեզ այսօր ասում եմ այնպիսի բան թվերի հետ էներգիայի կապված, որը դուք ոչ մի տեղ չեք լսել, դրա համար պետք է ունենալ գիտելիք։ Սա այն մարդն է, ով կարող է ունենալ ներքին իմաստություն, հսկայական մեծ պաշար։ Տոհմական մարդու մոտ եւ հոգեբանական այստեղ առաքելությունն այն է, որ տոհմում ինքը պետք է դառնա հոգևոր ուղեցույց, ուսուցիչ, կուտակի փորձառություն գիտելիքների եւ այն փոխանցի եւ սերունդներին եւ մարդկանց։ Մարդու տիկուն է այստեղ կարմիկ դասը եւ ստվերը այն է, որ չփակվի ինքը աշխարհից, որովհետեւ իրոք այսպիսի մարդկանց ես լսել եմ, որ ձեզ լրիվ հակառակն են ասում։ Դուք պետք է միշտ առանձնանաք, ոչ։ Այսպիսի մարդիկ չպետք է փակվեն։ Մի մոռացեք, որ ձեզ կառավարում է Մարսը։ Դուք պետք է շփվեք մարդկանց հետ, այլ ոչ թե փակվեք ձեր մեջ եւ դիպրեսիայի մեջ ընկնեք։ Դուք պետք է չփակվեք աշխարհից, մարդկանցից եւ կիսվեք ձեր գիտելիքներով մարդկանց հետ։ Ստվերում 9 կարող է տառապել մենակությունից։ Այ հենց դրա համար դուք չպետք է փակվեք, միայնակ մնաք, դուք պետք է շփվեք մարդկանց հետ։
Եվ այստեղ ինչն է հետաքրքիր, կարող եք տառապել ոչ միայն միայնակությունից, այլ նաև անվստահությունից, սառնությունից մարդկանց, հա, միգուցե փախչելու համար այդ հակումից։ Հենց որ սիրելի ինյակներ, ես ձեզ խորհուրդ կտամ շատ մենակ չմնալ, շփվեք մարդկանց հետ, սպորտով զբաղվեք եւ ինչքան բացասական էներգիաներ կա սպորտով դա զբաղվեք, որպեսզի ձեզանից դուրս գա։ Հաջորդը դա բախտի անիվն է, 10-րդ թվանշանը 10 թիվը, հա, այստեղ կա եւ 1 եւ 0։ Սա աստվածային բավականին լավ թիվ է, հաջողության հոսքի եւ հաջողության էներգիան է, որը կոչվում է 7։ Էությունն ու կապը այստեղ 10-ը ինքը տիեզերքի հոսքի թեթևության ցիկլերի հետ կապ ունի եւ հաջողության էներգիան է։ Սա կարմիկ թվանշան է։ Սա ունակությունն է վստահելու կյանքին եւ լինելու ճիշտ պահին, ճիշտ տեղում։ Տոհմական եւ հոգեբանական ձեր առաքելությունը տոհմից հանել ծանր աշխատանքը, տառապանքի, կյանքի պայքար է, համոզմունքի, կարմիկ բեռը։ Ձեր կարմիկ դասը եւ ստվերը չընկնել պասիվության ու ճակատագրապաշտության ֆատալիզմի մեջ, ստվերում 10-ը կարող է որովհետև սпасել, թե երբ իրեն փոխարեն հարցերը կարող է լուծվեն կամ ընկնում է օտարների ազդեցության տակ։ Մենք բոլորս գիտենք, 10-ը դա նաև են մարդիկ են, ովքեր որ միշտ աբնուլենիա, զրոյացում ա լինում ձեր կյանքում։ Այստեղ հարցը նա է, որ նաև 11-ների համար, հա, սա էլ շատ հետաքրքիր թիվ է, բայց դուք չպետք է զբաղվեք մանիպուլյացիաներով, որովհետև այստեղ 2-1-ը, եթե մանիպուլյացիա էլ անի, կարող է ինչ-որ մեկից վրեժ լուծել հաջորդ մարդու, այսինքն այստեղ 2-1 ունենք, անում է 2, երկրորդ մարդու միջոցով։ Եթե բացասական, հա, կարմայով եք գնում, այստեղ ձեզ մոտ ոչինչ հետագայում կարող է լավ չստացվել, մի քիչ զգուշ եղեք այստեղ ճիշտ օգտագործելով, ինչպես ես կասեմ, այս թվանշանը ձեր կյանքում։ Սա ուժի ներքին պոտենցիալի եւ կրքի էներգիան է, որը կոչվում է կաֆ։ Էությունն ու կապը այստեղ 11-ը ինքը անսպառ էներգիա է։ Տոկունության, կրքի, ներքին գիշատիչ Ուշադիր լսեք, էգոյի սիրով սանձելու ուժն է։ Տանը նաև դուք կարող եք sense գորգռալ բոլորի վրա, դա բացասական էներգիան է։ Տոհմական եւ հոգեբանական առաքելությունը ձեր, որ դուք պետք է ձեր տոհմում վերականգնեք կենսական էներգիան, հաղթահարել ձեր ֆիզիկական կամ հոգեբանական տրավմաները, որոնք գալիս են ձեր անցյալից, ձեր կարմիկ դասը եւ ստվերը։ Սովորեք ուժը գործադրել բարության, այլ ոչ թե մանիպուլյացիայի եւ ճնշման համար։ Ստվերում 11-ը կարող է վերածվել, եթե գնում է բացասականով, ագրեսիվ, բռնկվող, անհատի կամ ընդհակառակը ամբողջովին կարող է ուժասպառ լինել եւ նրանց մոտ կարող է թաքվել ֆինանսական, ինքներդ եք մեղավոր, չակրան, ձեզ մեղադրեք։ Հաջորդը դա 12-ն է կախված մարդը։ Սա Նոյի հայացքի եւ ծառայության էներգիան է, կոչվում է լամետ։ Այստեղ ձեր էությունը եւ կապը, սիրելի 12-նյակներ, աշխարհին այլ անկյունից նայելն է։ Խորը էմպաթիայի, ստեղծագործական ունակության եւ հոգեվոր ծառայության էներգիան է։ Տոհմական եւ ձեր հոգեբանական առաքելությունը այն է, որ դուք ձեր տոհմում պետք է լուծեք զոհաբերության եւ տառապանքի կարմիկ դասերը։ Սովորեք մարդկանց մերժել, ասել ոչ, սիրեք եւ գնահատեք ձեզ։ Ձեր կարմիկ դասը եւ ստվերոտ կողմը, դուք պետք է սովորեք ոչ ասել եւ չմտնել զոհի դերերի մեջ։ Ստվերում 12 թվանշանը թույլ է տալիս, որ իրեն օգտագործեն, չի գնահատում իրեն, հակված է կախվածությունների, այսինքն ալկոհոլ կամ գոռում եք, վայ, ես մեղք եմ, վայ, սենց, վայ, անենց, ձեզ մեղադրեք հոգեբանական կախվածությունների մեջ։ 13-ը դա տրանսֆորմացիայի մասին է խոսում, ովքեր ծնվել են 13 թվանշանի ներքո, սա խոսում է
վերածնունդի, Փյունիկի, վերածննդի էներգիան է, որը կոչվում է Մեմ Կաբալայում։ Էությունն ու կապը ձեր էստեղ 13-ը հնի, ավարտի, արմատական փոփոխությունների, մաքրման, վերածննդի էներգիան է։ Սա այն ուժն է, որը քանդում է հնացածը առանց որևէ խղճի եւ նորին տեղ պետք է տա ազատագրելու համար։ Տոհմական եւ հոգեբանական առաքելությունը ձեր տոհմից պետք է մաքրեք հինը մեռած կառույցները, ավարտեք երկարատև տոհմական կարմիկ ցիկլերը։ Ձեր կարմիկ դասը եւ ստվերը չկառչել ձեր անցյալից, չվախենալ կորուստներից։ Ստվերում 13-ը եթե չի անցնում իր կարմիկ դաս, ինքը պետք է կարող է դիմադրի փոփոխություններին, ինչը կարող է ձեզ բերել ցավոտ ճգնաժամերի կամ ռիսկային կործանարար վարքագծի։ 14-ը թվանշանը էներգիան դա չափավորության մասին է խոսքը, ներդաշնակության եւ արվեստի էներգիան է, կոչվում է նուն։ Էությունն ու կապը այստեղ 14-ը կապ ունի հոգևոր հավասարակշռության, համբերության, հոգու եւ մարմնի սինթեզի էներգիան է սա։ Սա արվեստագետների, բժիշկների եւ հանգստություն տարածողների էներգիան է։ Միգուցե ես ցավոտ բաներ եմ այսօր ճշմարտություններ եմ ասում ձեզ, ասում գնաց լացացնողի մոտ, բայց իմացեք ճիշտը, աշխատեք ձեր ստվերոտ կողմի հետ եւ դարձեք մարդ, գնալով ձեր կյանքի առաքելությամբ։ Ձեր տոհմում դուք պետք է բերեք խաղաղություն, հարթեք ծայրահեղությունները, բուժեք տոհմական հոգեկան տրավմաները։ Ձեր կարմիկ առաքելությունը, դասը եւ ստվերը, դուք չպետք է ընկնեք ծայրահեղությունների մեջ, որովհետեւ ստվերում 14 կարող է դառնալ անհամբեր, անհավասարակշիռ կամ ամբողջովին ճնշի իր էմոցիաները, որը ձեզ լավ բանի չի բերի։ Հաջորդը դա 15 թվանշանն է, ինչ կապ ունի սատանաքարտի հետ, նյութական աշխարհի ստվերի էներգիան է, որը կոչվում է Սամեխ։ Էությունն ու կապը ձեր 15-ը հսկայական մագնիսական ուժ ունի, կրքի, մեծ ֆինանսական պոտենցիայի եւ մարդկանց թուլությունները, գաղտնիքները տեսնելու էներգիա է սա։ Տոհմական եւ հոգեբանական ձեր առաքելությունն այն է, որ դուք ձեր տոհմում անցնեք նյութականի իշխանության եւ գայթակղությունների քննությունները, այլ ոչ թե շարունակեք կախվել այդ նյութականից, ընկնել գայթակղությունների մեջ, անդել ձեր շուրջը եւ այլն։ Ձեր տիկունն է, այսինքն կարմիկ դասը եւ ստվերը չմանիպուլացնել մարդկանց, չընկնել կախվածությունների, այսինքն մոլախաղերի, կրքերի, փողերի մեջ, շանտաժներ անել եւ այլն։ Ստվերում 15-ը դա կարող է դառնալ ձեր թվանշանը, եթե ճիշտ չօգտագործեք, ձեր համար բավականին կործանարար, նախանձոտ, սա դեստրուկտիվ էներգիան է, ատելություն տարածող, մարդկանց դեգրադացնող, մարդկանց թուլություններն օգտագործող եւ շանտաժիստ, ընկնել ճակատագրական սխալների պատճառով։ Հաջորդը 16 թվանշանը դա բաշնյան է, աշտարակի քարտը, Աստծո տունը։ Սա արթնացման էներգիան է, որը կոչվում է Այն։ Էությունն ու կապը այստեղ 16-ները դա իլյուզիայի փլուզման, ճշմարտության, բացահայտման եւ հոգեվոր վերելքի էներգիան է։ Սա այն էներգիան է, որը կոտրում է կեղծ կաղապարները, սուտը եւ այլն։ Մարդ շոկի մեջ է, չգիտի ես։ Բայց պետք է իլյուզիաները ձեր վարդագույն ակնոցները վերջը հանեք, թե ոչ, հասկանաք ինչ է կատարվում։ Ձեր տոհմական եւ հոգեբանական առաքելությունը, որ տոհմում կառուցեք նոր հիմքեր, քանդելով այն ամենը, ինչը կառուցված էր ստի կամ ձեր էգոյի վրա։ Ձեր կարմիկ դասը եւ ստվերը չդիմադրեք կյանքի տրանսֆորմացիոն հարվածներին, ստվերում, որովհետեւ 16-ը ապրում է անսպասելի կորուստներ, դրա համար եթե բացասականով է գնում,
ունենում է կոտրվածքներ կամ դրսևորվում է ագրեսիվ, քայքայելով համ իրեն, համ իր շրջապատը մարդկանց։ 17 թվանշանը դա տաղանդի ներշնչանքի էներգիան է, որը կոչվում է P։ Էությունն ու կապը, սիրելի 17-նյակներ, վառ անհատականություններն են սրանք, հանրային ճանաչման, հույսի եւ բարձր ներշնչանքի էներգիան է։ Սա ուղի է ցույց տվող փարոսն եք դուք։ Տոհմական եւ հոգեբանական առաքելությունը ձեր այն է, որպեսզի տոհմի տաղանդները դուք դուրս բերեք լույս աշխարհ, բացահայտեք տոհմական ստեղծագործական ձեր պոտենցիալը։ Ձեր տիկունը կարմիկ դասը եւ ստվերը մնալ խոնար եւ չկտրվել իրականություններից, իսկ ստվերում 17-ը տառապում է աստղային հիվանդություններից կամ ընդհակառակը սպանում է իր տաղանդները, դառնալով մարդկանց համար աննկատ։ Դե լուսնից ես խոսեցի, բայց ձեր կարմիկ դասից մի փոքր բան կասեմ։ Ձեր կարմիկ դասը եւ ստվերը չլինեք ուրիշների գաղտնիքների ու խնդիրների աղբամանը, դնեք սահմաններ ստվերում, որովհետև 18-ը ընկնում է դիպրեսիաների, վախերի, իլյուզիաների մեջ եւ կորցնում է իրեն ուրիշների դերերը խաղալիս։ Այնպես որ հաշվի առեք եւ մարդկանց մերժեք, ված չէր լինի։ 19 դա արևն է, ուրախության եւ առատության էներգիան, որը կոչվում է կով։ Էությունն ու կապը 19-ի շատ լավ էներգիա է։ Սա ջերմության, լույսի, մեծ մասշտաբների, լիձեռության եւ բարօրության էներգիան է։ Սա արևի պես շրջապատը ջերմացնելու ուժն է, էներգիան է։ Տոհմական եւ հոգեբանական ձեր առաքելությունը տոհմին բերել բարօրության, հաջողության, ուրախության եւ սերնդեսերունդ փոխանցվող հարստություն, այլ ոչ թե ձերեգուն առաջ տանեք եւ մանիպուլացնեք մարդկանց ձեր էգոիստական նպատակներով։ Ձեր կարմիկ դասը եւ ստվերը։ Ձեր կարմիկ դասն այն է, որ դուք պետք է սովորեք էներգիան բաշխել հավասարապես եւ չայրել ուրիշներին։ Ստվերում 19 կարող է դառնալ եսասեր, ինքնակործան կամ իր արևային ճնշմամբ խեղդել իր մոտիկներին։ 20 թվանշանը տոհմի մասին է խոսում, հոգևոր վերածննդի էներգիան է, որը կոչվում է ռեշ։ Էությունն ու կապը 20-ների արմատների տոհմական համակարգի հոգևոր արթնացման եւ կարմիկ լուծումների էներգիան է սա։ Սա կապն է նախնիների եւ բարձրագույն ուժերի հետ։ Տոհմական եւ հոգեբանական ձեր առաքելությունը դուք պետք է բուժեք ձեր տոհմի ցավը, միավորեք ձեր ընտանիքը եւ լուծեք սերնդեսերունդ փոխանցվող կարմիկ խնդիրները։ Ձեր կարմիկ դասը եւ ստվերը։ Դուք չպետք է դատեք ձեր ծնողներին եւ հարազատներին։ Ստվերում 20-ը մշտական հակամարտության մեջ կարող է լինել իր ընտանիքի հետ կամ ինչու՞ չէ իր վրա, կարող է կրել տոհմի ամբողջ ծանրությունը։ Անցնենք 21-ին, դա աշխարհն է, ամբողջ գլոբալիզացիայի մասին է խոսում եւ խաղաղության էներգիայի, որը կոչվում է շին։ Էությունն ու կապը, այսինքն 21-ը լայն հորիզոնների, միջազգային մակարդակի, ամբողջականության, համաշխարհային խաղաղության էներգիան է։ Սա աշխարհի մարդու արխետիպն է։ Տոհմական ձեր եւ հոգեբանական առաքելությունն այն է, որ դուք պետք է դուրս գաք տոհմական սահմանափակումներից եւ տարածեք տոհմական փորձը ձեր աշխարհով, մեկ ինչը ձեզ գալիս է տոհմից։ Ձեր կարմիկ դասն է եւ ստվերը։ Ընդունեք աշխարհն այնպիսին, ինչպիսին կա, առանց ըմբոստացման։ Ստվերում 21-ը նաև ունենում է սահմանափակ մտածողություն, թշնամանում է աշխարհի դեմ կամ անհամբեր է մեծ արդյունքներ ստանալիս։ Եվ վերջում 0-ն դա 22 թվանշանն է, որը կոչվում է հիմար քարտը, իմ քարտերով հոգևոր անկախության էներգիայի մասին է խոսքը։
0-ից ստեղծվել է ամեն ինչ, քաոսից։ Սա կոչվում է թավ։ Էությունն ու կապը այստեղ 22-ը կամ 0-ն։ Լիարժեք ազատության, անհոգության, նոր ճանապարհի սկզբի մասին է եւ հոգեվոր թեթևության էներգիան է։ Սա մի հոգի է, որն ազատ է կաղապարներից, ձեր տոհմական եւ հոգեբանական առաքելությունը։ Այստեղ ձեր տոհմին դուք պետք է ազատեք հին կապանքներից, բերեք թեթևություն, այլ ոչ թե ծանրություն կամ քաոս ձեր ընտանիք եւ ցույց տաք, որ կյանքը խաղ է։ Վատ չէր լինի, եթե մի փոքր հումորով մարդկանց հետ շփվեիք եւ ինքներդ էլ մի փոքր հումոր անեիք։ Ձեր ուրեմն կարմիկ դասը եւ ստվերոտ կողմը դուք չպետքա շփոթեք ազատությունը անպատասխանատվության հետ։ Ստվերում 22-ը կարող է ընկնել կախվածությունների, այսինքն թե ֆիզիկական, թե հոգեբանական, բանտարկվածության, ռեալ կամ ներքին մեջ, կամ կարող է խախտել բոլոր սահմանները եւ օրենքները, սարքելով քաոս եւ այդպես էլ ձեզ կարող է հիմարի պես պահեք, դաս չլինելով այն ձեր կյանքում, ինչից կարող են դժվել ձեր տոհմը։ Մտածեք այս մասին։ Սա բավականին մեծ աշխատանք էր, որ ես տարա, եւ կարծում եմ շատ մարդկանց կարող է դուր չգալ այն, ինչ ես սենց պարզ մատուցեցի ձեզ, հա, բայց ճիշտ կլինի լսեք այսօրվա իրականությունը, վտարեք եւ հասկացեք, որ դա ի օգուտ ձեզ եմ ես անում։ Կգնաք ճիշտ ճանապարհով, ձեր կարմիկ դասերը անցնելով, ձեր տոհմին չվնասելով, այլ հակառակը սխալները ուղղելով, ձեր էգոիստական ցանկությունները, մանիպուլյացիաները, շանտաժները եւ այլ դնելով մի կողմ, ճիշտ ծրագրով ձեր առաքինությունը կատարելով գնալով դեպի Արարիչ, խնդրեմ, չեք անի, ես ձեզ ասեցի, թե ինչ կարող է լինել այն մարդկանց հետ, ովքեր ճիշտ չեն աշխատացնում իրենց, հա, թվանշանները, որովհետև ձեր ամբողջ թվանշանները ձեր ամբողջ կյանքն է, ինչ դուք անում եք, թե լավ, թե վատ։ Այսօր այսքանը, լավ, եղեք, կհանդիպենք հաջորդ իմ լայվի ժամանակ։ Հաջողակ եղեք եւ երջանիկ ձեզ հետ, Իննարա, աստրովետակարմաներ, ցտեսություն։